Բարձր խոլեստերինը չի ցավում, բայց կարող է սպանել։ 10 միֆ խոլեստերինի մասին, որին դեռ հավատում են։ Խոլեստերինը ինքնին չի կարող առաջացնել որևէ գանգատ։ Ձուն, պանիրը, յուղոտ միսը խիստ արգելված է բարձր խոլեստերին ունեցողներին։ Միֆ. Ձվի դեղնոցը այո, պարունակում է խոլեստերին, բայց չի ապացուցվել, որ այն պարունակում է LDL, այսինքն ցածր խտության լիպոպրոտեին եւ չունի աթերոգեն հատկություն։ Խոլեստերինի դեղերը, ստատինները վնասում են, հատկապես լյարդին, երիկամներին, մկանացավեր են առաջացնում։ Սա միֆ է։ Այստեղ իհարկե պետք է ասեմ, որ ուռճեցված միֆ է։ Ժողովրդական միջոցները կարող են լիովին բուժել խոլեստերինը։ Ոչ, եթե նույնիսկ գտել եք որևէ կախարդական սնունդ, կախարդական մթերք, միջոց, որը կարողացել է արյան մեջ կարգավորել որոշակիորեն ձեր խոլեստերինի կամ լիպիդային փոխանակությունը, միևնույն է, այդ սննդամթերքը չի կարող ունենալ այն հատկությունները, որը ունի հիպոլիպիդեմիկ թերապիան, օրինակ ստատինները։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Բարձր խոլեստերինը չի ցավում, բայց կարող է սպանել։ 10 միֆ խոլեստերինի մասին, որին դեռ հավատում են։ Իրականությունը կպարզենք սրտաբան Արևիկ Մելքոնյանի հետ, բարև ձեզ բժշկուհի։ Ողջույն։ Եվ այսպես 10 միֆ խոլեստերինի մասին, եթե ես ինձ նորմալ եմ զգում, ուրեմն խոլեստերինս նորմալ է։ Միֆ. Քանի որ բարձր խոլեստերինը արյան մեջ չի կարող առաջացնել որևէ գանգատ, եւ սա մենք ամեն օր հաճախ լսում ենք մեր բուժառուներից, նրանք էլ այդ միֆին հավատալով բարձր խոլեստերինի հետ են կապում արյան ճնշման բարձրացումը, իրենց ցավերը սրտի շրջանում, սակայն խոլեստերինը ինքնին չի կարող առաջացնել որևէ գանգատ։ Միֆ համար 2. Խոլեստերինը միշտ վնասակար է, սա ճիշտ է։ Միֆ է, խոլեստերինը միշտ վնասակար չէ, խոլեստերինը անհրաժեշտ է մեր օրգանիզմում կարևոր, օրինակ բջջաթաղանթի կազմի մեջ է մտնում, օրինակ սեռական հորմոնների բաղադրության մեջ, վիտամին D-ի սինթեզի ճանապարհին է հարկավոր, լեղաթթուների սինթեզում։ Սակայն խոլեստերինը դառնում է ավելի վատը, երբ այն գտնվում է ավելի շատ վատ լիպոպրոտեինների կազմում։ Ինչպես գիտենք, ինչպես մեր բուժառուներն են տեղեկացված, խոլեստերինը լինում է լավ ու վատ, սակայն խոլեստերինը արյան մեջ շրջանառում է լիպոպրոտեինների ձևով։ Լինում են ցածր խտության լիպոպրոտեիններ, LDL, որը վնասակար, որը աթերոգեն անոթները խցանող լիպոպրոտեինն է, եւ լինում է բարձր խտության լիպոպրոտեիններ, որն ավելի ոչ վնասակար է եւ չի խցանում անոթները։ Կան նաեւ այլ շարքի լիպոպրոտեիններ, աթերոգեն, սակայն մենք առօրյա պրակտիկայում առավել հաճախ ստուգում ենք, հետազոտում ենք եւ թիրախ ենք համարում LDL-ը, ցածր խտության լիպոպրոտեինները, որը այո վնասակար է։ Միֆ համար 3. Բոլոր գերմարդիկ ունեն բարձր խոլեստերին, իսկ նիհարները ոչ։ Սխալ պատկերացում է, խոլեստերինի քանակը, խոլեստերինի տեսակը, լիպոպրոտեինների քանակը բոլորովին կախված չէ քաշից, մարդու մարմնի զանգվածի ցուցիչից։ Իհարկե, կարող ենք ստատիստիկ տվյալներով ասել, որ գեր ավել քաշ ունեցող մարդկանց մոտ, ովքեր հատկապես ունեն որովայնային ճարպակալում, նրանց մոտ ավելի շատ է վատ տիպի լիպոպրոտեինների, ցածր խտության լիպոպրոտեինների քանակը։ Սակայն մենք ունենք նորմալ, նույնիսկ ասեմ ավելի նվազ քաշով պացիենտներ, ում մոտ բարձր է խոլեստերինը, նրա վատ տեսակը ցածր խտության լիպոպրոտեինները, այսինքն միֆ է քաշը եւ խոլեստերինի կամ լիպոպրոտեինների քանակը ուղիղ համեմատական չեն։ Միֆ համար 4. Ձուն, պանիրը, յուղոտ միսը խիստ արգելված է բարձր խոլեստերին ունեցողներին։ Միֆ, քանի որ իրականում բազմաթիվ լայնածավալ հետազոտություններ ցույց են տվել, որ կոնկրետ որևէ սննդի սահմանափակումը չի կարող բարելավել մեր օրգանիզմում լիպոպրոտեինների քանակը եւ ձվի մասին, եթե որոշենք մասնավորացնել, ձվի դեղնոցը այո, պարունակում է խոլեստերին, բայց չի ապացուցվել, որ այն պարունակում է LDL, այսինքն ցածր խտության լիպոպրոտեին եւ չունի աթերոգեն հատկություն։ Ինչ վերաբերում է յուղոտ պանրին կամ յուղոտ մսին, այո, յուղոտ կաթնամթերքները, այսինքն հագեցած ճարպեր պարունակող սննդամթերքները բարձրացնում
մեծացնում են ցածր խտության լիպոպրոտեինները կամ այսպես կոչված վատ խոլեստերինը։ Պետք է սնունդը լինի բալանսավորված։ Չի կարելի ամբողջովին սահմանափակել, հանել որևէ սննդամթերք կամ գերակշռությունը տալ որևէ սննդամթերքի, պետք է լինի բալանսավորված։ Միֆ համար 5. Եթե խոլեստերինը բարձր է, բավական է միայն սննդակարգը փոխել։ Միֆ առհասարակ ճիշտ բուժման գործընթացում շատ կարևորում ենք եւ դեղորայքային եւ ոչ դեղորայքային բուժումը եւ միշտ բժիշկը պետք է ժամանակ հատկացնի ու բուժառուին բացատրի առողջ ապրելակերպ, առողջ սննդակարգ, եթե նույնիսկ տվյալ բուժառուն ստանում է արդեն դեղորայքային թերապիա, հիպոլիպիդեմիկ բուժում։ Սակայն միայն դիետոթերապիան, հատկապես շատ բարձր սրտանոթային ռիսկ ունեցող պացիենտների մոտ չի կարող փոխարինել դեղորայքային բուժմանը։ Կան դեպքեր, երբ բուժառուն չունի սրտանոթային բարձր կամ շատ բարձր ռիսկ, եւ մենք տեսնում ենք որոշակիորեն շեղված լիպիդային պրոֆիլ, այո, կարող ենք խորհուրդ տալ, կարգավորել սննդակարգը, սակայն եթե արդեն ունենք կայացած սրտանոթային խնդիր, սա շատ կարեւոր է հասկանալ, եթե արդեն ունենք կայացած սրտանոթային խնդիր կամ շատ բարձր սրտանոթային ռիսկ, չենք կարող սահմանափակվել միայն սննդակարգի շտկումով։ Խոլեստերինի դեղերը, ստատինները վնասում են, հատկապես լյարդին, երիկամներին, մկանացավեր են առաջացնում, սա միֆ է։ Այստեղ իհարկե պետք է ասեմ, որ ուռճեցված միֆ է, քանի որ յուրաքանչյուր դեղ ունի որոշակի, գիտենք, ցուցումներ, հակացուցումներ եւ միշտ դեղորայքը ընտրում ենք հաշվի առնելով այն փաստը, որ պետք է գերակշռի սպասող դրական արդյունքը ենթադրյալ անցանկալի երևույթներին, հա, սակայն ստատինների վերաբերյալ շատ է այս պատկերացումը, որ ստատինները վնասում են։ Ոչ, ճիշտ ընտրված բուժման ճանապարհին, ճիշտ ընտրված բուժառուի մոտ ստատինները չեն վնասում։ Կան դեպքեր, երբ ստատինները որոշակիորեն, օրինակ ասացիք, վնասում են լյարդը, երիկամները։ Կան դեպքեր, երբ ստատինները կարող են որոշակիորեն բարձրացնել լյարդային ֆերմենտներից, օրինակ ALT-ն, ալանին ամինոտրանսֆերազան, սակայն երբեք չի կարելի ինքնուրույն որոշակի բարձրացման դեպքում նույնիսկ ընդհատել դեղորայքային բուժումը, որովհետև ըստ միջազգային ուղեցույցերի, ըստ Եվրոպայի սրտաբանների միության կողմից տրված խորհուրդների, եթե նույնիսկ բարձրացել է որոշակիորեն լյարդային ֆերմենտ ալանին ամինոտրանսֆերազան, չի կարելի բուժումը դադարեցնել։ Դադարեցնում ենք միմիայն այն դեպքում, երբ գերակշռում է նորմայի վերին սահմանի եռապատիկին։ Այս դեպքում հնարավոր է դադարեցնել, վերանայել, տեսնել արդյոք իրոք ստատինի հետ էր կապված լյարդային ֆերմենտի բարձրացումը, եթե իր հետ էր կապված քննարկել ստատինի խումբը փոխելու հարցը, իսկ եթե միևնույնն է ստատինը դադարեցրեցինք, բայց լյարդային ֆերմենտները չվերադարձան իրենց նորմայի մեջ, ուրեմն ստատինն այստեղ մեղք չուներ, այսինքն շատ մեծ միֆ է, որ լյարդը անպայման վնասում է։ Իսկ ինչ վերաբերում է երիկամներին, այստեղ բացառապես կարող եմ ասել, որ միֆ է, որովհետև հատկապես էլի վերջին տարիներին կատարված բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ երկարատև բարձր աթերոգեն լիպոպրոտեինների առկայությունը օրգանիզմում վնասում է հենց երիկամը։ Ուստի քրոնիկական երիկամային անբավարարության բուժման գործընթացում ստատիններն ունեն իրենց կարևոր ուրույն դերը եւ նրանք ոչ թե վնասում են, այլ օգնում են հիվանդության հարաճի կանխարգելմանը։ Իսկ բարձր խոլեստերինը միայն տարեցների խնդիր է։ Միֆ, ոչ, խոլեստերինի քանակությունը կամ աթերոգեն լիպոպրոտեինների քանակությունը բոլորովին կախված չէ տարիքից, որովհետև մենք գիտենք, որ վերջին տարիներին սրտանոթային հիվանդությունները բավականաչափ երիտասարդացել են, ասեմ ավելին, կան կատարված հետազոտություններ, որ շատ երիտասարդ տարիքից մարդու մոտ աթերոսկլերոզի գործընթացը սկսվում է, այսինքն անոթների խցանման գործընթացը սկսվում է նույնիսկ
երեխաների մոտ կան, հա, կատարված հետազոտություններ, որ աթերոսկլերոզը սկսվում է շատ երիտասարդ տարիքից։ Այստեղ շատ կարևոր է առանձնացնել այն խմբերը, ովքեր գտնվում են որոշակի ռիսկի խմբում գտնվող բուժառուներին եւ նրանց բժիշկները, սրտաբանները պետք է պահեն իրենց դիտակետում։ Եթե բուժառուն գտնվում է որոշակի ռիսկի խմբում, այսինքն ունի ընտանեկան սրտանոթային պատահարների դեպքեր, ժառանգական նախատրամադրվածություն սրտանոթային հիվանդությունների նկատմամբ, եթե տարիքը չենք հաշվի առնում, այլ բուժառուի մոտ մշտապես փորձում ենք ստուգել խոլեստերինը եւ նրա տեսակները, հա, լիպոպրոտեինները։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ միակ ապացուցված ցուցանիշը դա լաբորատոր հաստատված տվյալներն են խոլեստերինի, լիպոպրոտեինների քանակի։ Տարիքը, սեռը կամ քաշը մարմնի կապ չունեն, չեն կարող ըստ դրանց կատարել ենթադրություններ։ Եթե բարձր խոլեստերինի դեմ դեղորայք եմ օգտագործում, կարող եմ արդեն սննդակարգ չպահել։ Միֆ է, ոչ, եթե հիմնավորված կերպով բժիշկը նշանակել է հիպոլիպիդեմիկ պրեպարատներ, ապա սննդակարգ պահելով չենք կարող փոխարինել դեղորայքին, որովհետև դեղորայքը նշանակվում է ոչ միայն պարզապես արյան մեջ կարգավորելու լիպիդների քանակը, կարգավորելու լիպիդների հարաբերակցությունը, այլ բազմաթիվ հետազոտություններ կան կատարված, որ այդ օրինակ ստատինները, բացի հիպոլիպիդեմիկ ազդեցությունից, ունեն նաև այլ հատկություններ կարևոր, պլեոտրոպ հատկություններ, օրինակ աթերոսկլերոտիկ վահանիկների, թաղանթների կայունացում, հակաբորբոքային ազդեցություն, էնդոթելիալ դիսֆունկցիայի կարգավորում, այսինքն այս հատկությունները առողջ սննդակարգը չի կարող իրականացնել։ Եվ հակառակը, իհարկե, միայն դեղորայքային բուժումը բավարար չէ, մշտապես պետք է բժիշկը ժամանակ գտնի եւ բուժառուին բացատրի առողջ սննդակարգի կանոնները, որը պետք է մշտապես զուգակցել հակալիպիդեմիկ բուժմանը։ Միֆ համար 9. Ժողովրդական միջոցները կարող են լիովին բուժել խոլեստերինը։ Ոչ, ժողովրդական միջոցները լիովին չեն կարող կարգավորել ճարպային փոխանակությունը եւ եթե նույնիսկ ես միշտ իմ բուժառուներին ասում եմ, եթե նույնիսկ գտել եք որևէ կախարդական սնունդ, կախարդական մթերք, միջոց, որը կարողացել է արյան մեջ կարգավորել որոշակիորեն ձեր խոլեստերինի կամ լիպիդային փոխանակությունը, միևնույն է այդ սննդամթերքը չի կարող ունենալ այն հատկությունները, որը ունի հիպոլիպիդեմիկ թերապիան, օրինակ ստատինները, որովհետև մենք դրանց նշանակում ենք ոչ թե միայն կարգավորելու արյան մեջ ճարպերի քանակը, այլ իրենց պլեոտրոպ հատկությունների համար, հա, կայունացնելու աթերոսկլերոտիկ վահանիկների թաղանթը, էնդոթելիալ դիսֆունկցիան կարգավորելու հակաբորբոքային հատկությունների համար։ Դրա համար սննդամթերքը երբեք չի կարող փոխարինել բուժմանը։ Միֆ համար 10. Եթե խոլեստերինս մի անգամ նորմալ էր, ուրեմն այլ հետազոտության կարիք չկա։ Միֆ, միանգամից ասեմ միֆ, որովհետև էլի ամեն օր հանդիպում ենք այս միֆին, շատ տարածված միֆ է, հարցնում ենք բուժառուին, արդյոք խոլեստերինը ստուգել եք, ասում է, հա բժշկուհի ջան, ստուգել եմ, 3 տարի առաջ ստուգել եմ, չունեմ խոլեստերին, լավ է խոլեստերինս, ասենք միանգամից, որ դա միանվագ կատարվող գործողություն չէ։ Մարդ կարող է այսօր ունենալ շատ լավ լիպիդային պրոֆիլ, սակայն 1 ամիս հետո, մի քանի օր հետո այն կարող է փոփոխվել եւ ավելին ասեմ, խոլեստերինի, լիպոպրոտեինների պարունակությունը մեզ անհրաժեշտ է սրտանոթային ռիսկի հաշվարկի համար եւ այս գործընթացը պարբերաբար կատարվող գործողություն է, այսինքն այս տարի, եթե մարդը ունի ցածր սրտանոթային ռիսկ, գնահատվել է, այնտեղ մյուս տարի մի քանի օր հետո այդ ռիսկն էլ է փոխվում, հետեւաբար նաև խոլեստերինի քանակությունը մի անգամ ստուգելը բոլորովին բավարար չէ։ Պետք է հետևել իր յուրաքանչյուր բուժառու պետք է հետևի իր բուժող բժշկի, իր սրտաբանի կողմից տրված ցուցումներին, խորհուրդներին եւ ստուգի ըստ բժշկի նշանակած պարբերաբար
էականության։ Դուք այս մասին կիմանայիք, եթե բաժանորդագրված լինեիք մեր ալիքին, արեք դա հիմա, կարևորը բաց չթողնելու համար։ Շնորհակալություն բժշկուհի, մենք զրուցում ենք սրտաբան Արևիկ Մելքոնյանի հետ, դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը։ Շնորհակալություն Յասամա ռեստորանին, ընկերական հանդիպումների լավագույն հավաքատեղի համացեք Յասամա Երևանում, Ծաղկաձորում եւ Սևանում։ Շնորհակալություն նաեւ Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Մինչ հանդիպում։